Դեպի ձախ եզր, այստեղ Հովակիմյանն է։ Եվ գնդակը հայտնվում է ձախ եզրում։ Գալստյանի համար ուժեղ էր այս փոխանցումը, եզրային նետում կլինի ամեն դեպքում։ Արոնյանն է դիրքը փոխել, ձախ եզրում է խաղալ Արամ Արոնյանը։ Կարծես թե միջև հանդիպան ավարտը այդպես կլինի։ Գալստյան, Պողոսյան եւ այո Խաչատրյանն էլ հենց Արոնյանի դիրքն է զբաղեցրել։ Տանգավոր է երբից արված, դեպքից դորպասապա եւ գնդակը դորպասում է 2-1։ Փյունիկ ակադեմիան առաջ է անցնում հաշվի մեջ, Տիգրան Գևորգյանը փորձառու որսորդի պես այստեղ սպասում էր այս անդրադարձին, որպեսզի գնդակն ուղարկի մրցակցի դարպասը եւ հանդիպան հաշվի մեջ Փյունիկ ակադեմիան ստանում է առավելություն, այսպես ստացվում է ամեն դեպքում աշկինքն էլ շատ հետաքրքիր է լինելու հանդիպման մնացած ընթացքը անընդհատ սա ասում եմ իհարկե եւ մենք տեսնում ենք որ անընդհատ իրոք հետաքրքիր